Սիրելի երևանցիներ, ուզում եմ մի կարևոր թեմայով խոսել, որին պարբերաբար դուք միգուցե առնչվում եք, եւ խոսքը վերաբերում է ավտոտնակների կարգավիճակին։ Մենք պարբերաբար ստանում ենք ավտոտնակների, մետաղյա ավտոտնակների կամ որևէ տեսակի ավտոտնակների տակի հողի օրինականացման հայտեր, ինքնական շինությունների որոշման համաձայն եւ ստիպված ենք լինում մերժել այդ հայտերը, քանի որ դրանք մեծամասամբ գտնվում են ընդհանուր օգտագործման հողերի վրա։ Մեր գլխավոր հատակագծով հիմնականում բոլոր ավտոտնակները վերգետնյա գտնվում են ընդհանուր օգտագործման հողերի վրա։ Եվ ընդհանուր օգտագործման հողերի վրա մենք ուղղակի հնարավորություն չունենք ինքնական շինություններ օրինականացնելու։ Եվ բացի այդ, երբ մենք ստանում ենք այդ հայտերը ինքնական շինությունը օրինականացնելու եւ ստիպված մերժում ենք, մենք նաեւ կառավարության 596-N որոշման համաձայն պարտավոր ենք քանդել այդ շինությունները։ Այսինքն մենք այստեղ երկընտրանք չունենք մեծ։ Եվ դրա փոխարեն ես առաջարկում եմ հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, կնքել հողի վարձակալության պայմանագրեր։ Այսինքն բոլոր ավտոտնակները չեն, որ քանդման ենթակա են։ Այսինքն եթե դուք կնքեք վարչական շրջանի հետ հողի վարձակալության պայմանագիր ձեր գործող ավտոտնակի համար, դուք այդ ավտոտնակը կկարողանաք շահագործել այս տրամաբանությամբ։ Եվ եթե դուք դիմում եք ինքնական շինությունը օրինականացնելու համար, մենք ստիպված ենք լինում մերժել, քանի որ դրանք մեծամասամբ գտնվում են ընդհանուր օգտագործման հողերի վրա, եւ մենք ստիպված ենք լինում հետագայում քանդել նաեւ այդ ավտոտնակները։ Եվ խոսքը չի գնում միայն այն ավտոտնակների մասին, որոնք որ բակերում են եւ մենք այդտեղ խաղահրապարակ ենք սարքում։ Մենք ուղղակիորեն այլընտրանք չենք ունենում, քանի որ կառավարության որոշումը մեզ որևէ այլընտրանք թույլ չի տալիս։ Եթե համայնքային հողի վրա ինքնական շինությունը չի օրինականացվում, որը որ բացատրեցի մենք դրա հնարավորությունը չունենք ընդհանուր օգտագործման հողերի դեպքում, մենք ստիպված պետք է քանդենք այդ շինությունը։ Եվ դրա համար խնդրում եմ, հորդորում եմ այս ինֆորմացիային ականջալուր լինել եւ ավտոտնակների օգտագործումը ապահովել վարձակալության հիմունքներով, որպեսզի մենք էլ ստիպված չլինենք իրականացնել այս քայլերի շղթան, որովհետև մենք էլ հասկանում ենք, որ իրականում մեզ համար բացարձակապես առաջնահերթություն չեն այն ավտոտնակները, որ ոչ միտեղ ոչ մեկին չեն խանգարում, չգիտեմ, խաղահրապարակ փոխարեն չեն, բայց նաև մենք ուղղակիորեն այլընտրանք չենք ունենում, քանի որ եթե մենք ստանում ենք ինքնական շինության օրինականացման հայտը, մենք ուղղակիորեն ստիպված ենք լինում եւ մերժել եւ ստիպված ենք լինում նաեւ քանդել այդ ավտոտնակները։ Հետեւաբար խնդրում եմ դեպի վարձակալություն ուղղորդենք մարդկանց, նաեւ տեղեկացնենք, որ սա է ընդհանուր մեր գործընթացը։ Գլխավոր հատակագիծը 99% դեպքերում մեզ թույլ չի տալիս օրինականացնել այդ կառույցները եւ կառավարության որոշումն էլ իր հերթին մեզ պարտադրում է հետո մերժման դեպքում քանդել, այսինքն մենք որևէ ընտրության հնարավորություն այստեղ չունենք։ Երևանի քաղաքապետարանը այստեղ ընտրության հնարավորություն չունի։